Բաքվի զինվորական դատարանը հրապարակել է մյուս հայ գերիների շինծու գործերով դատավճիռները։ Մասնավորապես Գարիկ Մարտիրոսյանը դատապարտվել է 18 տարի ժամկետով ազատազրկման, Դավիթ Ալլահվերդյանը 16, Լևոն Բալայանը 16, Վասիլ Բեգլարյանը 15, Գուրգեն Ստեփանյանը 15, Գերիկ Ղազարյանը 15 տարվա ազատազրկման։ Այսօր ավելի վաղ հրապարակված դատավճիռների համաձայն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն ու պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ՑՄՀ ազատազրկման։ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը 20 տարի ժամկետով ազատազրկման։ Մյուս գերիներից Մաթեթ Բաբայանն ու Մելիքսեթ Փաշեյանը 19 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտվել։ Հայաստանի Հանրապետությունն ու Եվրամիությունը Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման օրվա մասին որոշումը ուղարկել են բոլոր երկրների համակարգող պաշտոնյաներին։ Factor TV-ին այս մասին հայտնել է արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը, պատասխանելով հարցին արդյոք Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին պաշտոնական հրավեր ուղարկվել է Երևանում անցկացվելիք միջոցառմանը մասնակցելու համար։ Անի Բադալյանը հավելել է, որ օրվա որոշման մասին տեղեկության փոխանցմանը սահմանված կարգով եւ ժամկետում կհաջորդի պաշտոնական հրավերը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում կանցկացվի մայիսի 4-ին։ Հայաստանը հարցեր ունի ՀԱՊԿ-ի վերաբերյալ, որոնց պատասխանները դեռ չի ստացել Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն այս մասին ասել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա հավելել է Երևանին անհանգստացնում է նաև այն հռետորաբանությունը, որ լսում ենք հանրային տիրույթում ուղղված հայ հասարակությանը։ Միաժամանակ Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ կապերով եւ չի ուզում, որ Մոսկվայում լինի ըմբռնում, թե Երևանը փորձում է ինչ-որ բան անել բարեկամական երկրի նկատմամբ։ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան պարբերաբար տարօրինակ հայտարարություններ է լսում Հայաստանի դեմ ուղղված հյուսիսից հարձակումների մասին։ Ըստ նրա, իրենց համար տարօրինակ է նաև Երևանից կոչերը Եվրամիությանը օգնել կանխել ընտրություններին միջամտությունը։ Լավրովի պնդմամբ Մոսկվան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, որին նա դաշնակից է անվանել։ Քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու մեջ կասկածվող ոստիկանը ձերբակալվել է, հայտնում է քննչական կոմիտեն։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խոշտանգումը պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով։ Ոստիկանական բաժանմունքում քաղաքացուն խոշտանգած Հայկ Հակոբյանի նկատմամբ ավելի վաղ ներքին գործերի նախարարությունում ծառայողական քննություններ նշանակվել, նրա լիազորությունները կասեցվել են։ Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգների, Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունները համաձայնության են եկել 314 գերիների փոխանակման շուրջ, հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Համաձայնության շրջանակում Ռուսաստանը վերադարձվել 157 ռազմագերի, իսկ Ուկրաինայի զինված ուժերի 157 զինծառայող փոխանցվել է Կիևին։ Բացի այդ, Ուկրաինայից վերադարձել են Կուրսկի մարզի 3 բնակիչներ։ ՆԱՏՕ-ն կոչ է արել պատասխանատվություն եւ զսպվածություն դրսեւորել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև կնքված ռազմավարական սպառազինությունների կրճատման նոր պայմանագրի ժամկետը լրացել է։ Սա սպառազինությունների նոր մրցավազքի մտավախություններ է առաջացրել։ Դաշինքի աղբյուրի խոսքով Ռուսաստանը եւ Չինաստանը մեծացնում են իրենց միջուկային կարողությունները եւ ՆԱՏՕ-ն կշարունակի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել սեփական պաշտպանությունն ապահովելու համար։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները միասին վերահսկում են աշխարհի միջուկային մարտագլխիկների ավելի քան 80%-ը։